Գիտեք չէ, Ճապոնիայում 37-ամյա տղամարդը գումար է աշխատում իրեն վարձով տալու միջոցով, իսկ աշխատանքը կոչվում է վարձով մարդ, որը ոչինչ չի անում։ Ջոջի Մորիմոտոն իր գործունեությունը սկսել է 2018 թվականին։ Նա նշում է, որ իրեն վարձակալությամբ են վերցրել ավելի քան 4000 անգամ։ Հաճախորդները տղամարդուն վարձակալում են, որ նա բացարձակապես ոչինչ չանի, պարզապես լինի նրանց կողքին, պատասխանի պարզ հարցերին, ուտի եւ խմի նրանց հետ։ Չնայած տղամարդը նախկինում սովորաբար վերցնում էր մոտ $100 յուրաքանչյուր ամրագրման համար, այժմ նա հաճախորդներից որպես փոխհատուցում վերցնում է ճանապարհածախսի, սննդի եւ խմիչքի գումար եւ տարեկան վաստակում $80,000։ Օրինակ, մի անգամ նա ուղեկցել է հաճախորդին ամուսնալուծության փաստաթղթեր ներկայացնելու։ Վարձվել է երկաթուղային կայարանում ինչ-որ մեկին հրաժեշտ տալու համար, ապա մարաթոնի ավարտի գծում սպասել հաճախորդին։ Այնուամենայնիվ կան որոշակի առաջադրանքներ, որոնք նա չի կատարում։ Օրինակ, Մորիմոտոն մերժել է հաճախորդին, երբ վերջինս խնդրել էր սեռական հարաբերություն ունենալ իր հետ։ Չի գնացել համերգի, քանի որ լավ չի տիրապետում երաժշտությանը։ Տղամարդը կարծում է, որ այս աշխատանքը մարդկանց հետ շփվելու հնարավոր եղանակ է, թեպետ շատերը ծաղրում են նրան եւ անվանում նոր դարի մուրացկան։ Դե ինչ, ձեզ հետաքրքրեց այս աշխատանքը կամ կվարձեիք տղամարդուն, գրեք մեկնաբանություններում։ Այսօր էլ այսքանը, մինչ հանդիպում։